Ով է մեղավոր, ով անմեղ Արցախի կորստի հարցում եւ ինչու են կառավարումը ձախողում, թեժ կրքեր խորհրդարանում։ Թշնամու սիրտը ամասիա է ուզում, պատրաստ են առևտուր անել։ Օրինապահները օրինախախտ փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել վստահորդին։ Կեղծ էջերով տոմս են վաճառում, զգուշացում քաղաքապետարանից։ Կարմրաշենից հեր-հեր դպրոցի ճամփան երկար է դժվար շատերի համար, ինչու են փակվում դպրոցները։ Ցանկություն ունենալը բավարար չէ խնամատար լինելու համար, ինչ բացեր կան օրենքում։ Ավտովթար Իջևան Բերդ ճանապարհին քերին ու զարմիկն են բախվել, 11 ուղևոր վնասվածք է ստացել։ Հայաստանում կկառուցվի 5 նոր ջրամբար 40 միլիարդ դրամով։ Բարի երեկո, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Հայաստան, Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն ներմուծելու ֆոնին կրկին ակտիվացել են Ալիևի ձեռնածուները, որոնք ցանկանում են Հայաստան գալ առևտուր անել։ Եվ եթե անցած շաբաթ Երևանում էր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված էկո-ակտիվիստը, ապա այսօր մեր երկիր գալու ցանկություն է հայտնում այդ երկրի Միլի Մեջլիսի падգամավորը։ Հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղությունը 2 ամսական եւ 16 օրական է։ Նա Ալիևի քաղաքական զինվորներից Հիկմետ Բաբաօղլուն, որ սիրտը Հայաստան գալ է ուզում, ավելի կոնկրետ Ամասիա, ֆիզիկապես դիպչելու ինչ-որ հիշողությունների, դարձյալ տեսնելու իր նախնիների նյութական մշակույթի մեծ ժառանգությունը։ Նրան էի ցիտում բառացի, թե այդ մեկ էլ երբ էր տեսել, որ կրկին տեսնելու տենչն է պատել հոգին, ճակերտները չի բացում ադրբեջան Մեջլիսականը։ Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում մյուս փաստը, որ այդ աշխարհագրությունը մեզ է պատկանում։ Ես հիշողություններ ունեմ Հայաստանի Ամասիայի շրջանի յուրաքանչյուր հատվածում։ Ահա թե ինչու ես շատ կցանկանայի գնալ Հայաստան, բայց երբ խոսքը վերաբերում է մեզ պատկանող պատմական աշխարհագրության մեջ ապրող այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հարաբերություններին, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, մենք կարող ենք հաստատել ամեն տեսակի տնտեսական եւ առևտրային հարաբերություններ, բայց երբեք չպետք է մոռանանք հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մասին։ Բաբաօղլուն ի դեպ այն նույն պարոնն է, որ մեկ ամիս առաջ էլ երբ ադրբեջանցի իրավապահները պատանդարել էին Արցախում մնացած վերջին հայերից Կարեն Ավանեսյանին, երկնել էր, թե երկրի բոլոր քաղաքացիները պետք է զգոն լինեն ու մտածեն, որ դարձյալ մեջբերում եմ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է, ահա թե որն է նրանց պատկերացրած խաղաղությունը։ Զավթողական հայեցակարգը, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանը, շարունակվում է պրոպագանդվել, քարոզվել իրենց հեռուստալինքներով եւ պետական հեռուստալիքով եւ այդ անունը կրող այլ ալիք էլ ունեն, այնտեղ էլ որտեղ խոսում են, որ դա իրենց ապական հողն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես շակերտավոր հին ադրբեջանական հող ներկայացնելու քաղաքականությունը հստակ շարունակվում է։ Ադրբեջանը դեմք դիմագից չի փոխում, Ալիևը շարունակում է այն նույն քաղաքականությունը, որ վարում էր արցախյան հակամարտության տարիներին։ Միջազգային հանրության աչքերում նրանք խաղաղարար են, իրականության հողի վրա ընդդեմ հայերի ատելության քարոզիչ, շարունակում է ադրբեջանագետը։ Հիմա ինչի մասին է վկայում, որ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական նպատակներից եւ կրկին այդ բեմադրության հետևում կա իրականությունը, որը շատերը մնում են ընկալելու որովհետև հարմար չի դա հասկանում։ Անցնող օրերին ի դեպ Բաքվից հյուրեր ունեինք։ Ադրբեջանցի փորձագետներն էին եկել Երևան հանդիպելու մեր քաղաքասարակության ներկայացուցիչների ու անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Հյուրերի թվում էր նաև այս տիկինը Դիլարա Էֆենդիևան, որ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակած կեղծ էկոակտիվիստներից էր, Արցախի մեր հայրենակիցներին պաշարած ու սովի մատնածներից մեկը։ Շրջել է Երևանում, Հանրապետության հրապարակից էլ մի քանի կադր վերցրել, տեսնես ինչն էր տպավորել ադրբեջանուհուն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Խորհրդարանական այս քառորյան էլ թեժ մթնոլորտում անցավ, իշխանություն ընդդիմություն մեղադրանքների պակաս չզգացվեց։ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից իշխանությանը մեղադրում են բանակցությունները տանուլ տալու Արցախի կորստի հարցում։ Ընդդիմադիրները պնդում են Արցախի հարցը լուծվել էր, բայց բանակցությունները պետք էր շարունակել։ Իշխանական թևից հակադարձում են, եթե Արցախի հարցը իսկապես լուծվել էր, ապա ինչու պետք է բանակցությունները շարունակվեին։
Մինչև օրակարգին անցնելը նախ Արցախի մասին հպանցիկ։ Ով էր մեղավոր, որ Արցախը օկուպացրեց թշնամին։ Երկու իշխանական եւ ընդդիմադիր թևերը սկսեցին միմյանց մեղադրել։ Արցախի հետ կապված այստեղ խոսում ենք, ասում ենք, որ Արցախի հարցը լուծված էր։ Արցախի հարցը լուծվել էր ռեալ, բայց բանակցային գործընթացը պետք է շարունակվեր, որպեսզի մենք հասնեինք հաջողությունների։ Եվ դուք եք ձախողել, բանակը ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը։ Նախկին պաշտպանության նախարարը հետաքրքրվեց, ինչու են միայն զինված ուժերի ներկայացուցիչները դատական գործընթացներով անցնում։ Քրեական գործերից, հարուցված քրեական գործերից, քանիսն են վերաբերում բանակին, քանիս այլ գերատեսչություններին։ Ոչ մի պատասխան մենք չենք ստացել։ ԿՊԱ-ականներն էլ թե ընդդիմությունը քաջատեղյակ էր, ինչ ճակատագիր կարող էր սպասվել Արցախին։ Իրենք էլ իշխանության եկան եւ հետո միայն պետք է հասկանային ինչերի միջով են անցնելու։ Ասում է, Ղարաբաղի հարցը լուծվել էր ռեալ, բայց բանակցությունները պետք էր շարունակել։ Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, այլ բանակցությունները խիեր պետք շարունակել։ Ընդ որում բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ Ադրբեջանի հետ համաձայնեցնելով կորոշեն ապագա հանրաքվեի հարցը։ Այսինքն Ադրբեջանը, որ դուք ասում եք կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայնվեր Ղարաբաղում հանրաքվե անենք, չանենք, երբ անենք, երբ չանենք, բա որ կապ չուներ ո՞նց եք իր հետ համաձայնեցնում։ Երկրում կառավարման խնդիր կա, պարտադիր է քաղաքացուն բերման ենթարկելիս գետնին պարկեցնելը։ Սա կառավարման խնդիր է։ Գալու է ժամանակը եւ այս բոլոր կատարված հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ։ Ահազանգ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներից ձերբակալվածների պահման վայրում խնդիրներ են առաջանում, երբ падգամավորը փորձում է կապ ապահովել ձերբակալվածի եւ իր հարազատի հետ։ Ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգեն տեղյակ պահեն, որ իր հարազատն ուր է, որտեղ մարդիկ 2-3 օր լուր չունեն իրենց հարազատներից։ Մարդուն 3 օր երեք պահել են, բերել են, ժամը լրացած է եղել։ Քնչականից թողել են դուրս։ Մարդը դուրս է եկել։ Բռնել տարել են մեղադրանք են առաջադրել։ Անդիմության ներկայացուցիչը եւս մեկ արատավոր երևույթի անդրադարձավ։ Վերջին 1 տարվա ընթացքում քննիչներն ու դատավորները նոր պատժատեսակ են սահմանել, արգելում են տեսակցությունները։ Այդ տեսակցությունների վրա որ ժելեզնի արգելք են դնում, հատուկ են դնում, որտեղ այդ տեսակցությունների արգելք ձևակերպման տակ падգամավորների իրավունքներն էլ ոտնահարվում։ Քննիչների հետ կապված, սահմանափակումների հետ կապված առաջարկ արեք, քննարկենք։ Ես կարծում եմ, որ այդտեղ որևիցե բան միանշանակ չի։ Ազգային ժողովի նախագահն էլ ընդդիմությանը մեղադրեց, ձախողել են իրենց գործողություններում, եւ որ ընդդիմության օգտակար գործողության գործակիցը 0 է։ Խորհրդանի խոսնակը, թե երբ որ իրենք ընդդիմություն էին, հաղթանակով դուրս եկան իշխանության դեմ։ Հաջորդ ընտրություններից հետո ըստ Սիմոնյանի ընդդիմության թիվը գնալով փոքրանալու է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Փաստաբանին թույլ չտալ հանդիպել իր վստահորդի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ անօրինական միջամտություն փաստաբանական գործունեությանն ու ուղղակի խոչընդոտ իրավապաշտպան առաքելությանը։ Հայտարարում են փաստաբանական պալատից, ինչ վերաբերում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, ում 2 ամսով կալանավորել են Facebook-յան գրառման համար, փաստաբանական համայնքի ղեկավարը կարծում է հրապարակումը փաստաբանին հարիր չէր, բայց միաժամանակ համոզված է իրավապահների արձագանքը ոչ իրավաչափ է եղել։ Ձերբակալման գործընթացը մեղմ ասած տպավորություն էր հաշվի արդարի, որը որ եւս ընդունելի չէր, եւ այս առումով ակնհայտ էր, որ փաստաբանի կարգավիճակով նաեւ որոշակի առումով պայմանավորված իրականացնում է այդ գործողությունը։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Կեղծ էջերով տոմս են վաճառում զգուշացում քաղաքապետարանից։ Կարմրաշենից հեր-հեր դպրոցի ճամփան երկար է դժվար շատերի համար, ինչու են փակվում դպրոցները։ Ցանկություն ունենալը բավարար չէ խնամատար լինելու համար, ինչ բացեր կան օրենքում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։
Մայրաթորը բոլոր օրինական ճանապարհները օգտագործելու է Կիրակի հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու համար, հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Հովանավանքի կարգալույծ հռչակված Քահանա Տեր Արամը, որի աշխարհիկ անունը Ստեփան Ասատրյան է, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է Կիրակի մեծ պատարագի եւ չի ընդունում կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Հաշված օրեր են մնացել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համար, մինչև այս պահը 133,000 քաղաքացի է գրանցվել համակարգում։ Զուգահեռ պետեկամուտների կոմիտեն ստվերում աշխատող չգրանցված 2000 քաղաքացու է բացահայտել, ավելացել են նաև հարկային եկամուտները, ինչը ՊԵԿ նախագահը պայմանավորում է կիրառած գործիքակազմով։ Բյուջեի գործերը կարծես լավ են, քանի որ լավ են գործերը հարկահավաքության դաշտում։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր, որը 13,4 միլիարդով պլանավորվածից ավելի է։ Այս տարվա ցուցանիշը նախորդից 14%-ով ավելի է, այսինքն այս տարվա 9 ամիսներին 246 միլիարդ դրամ ավելի հարկ են հավաքել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ըստ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի, սա իրենց կիրառած վարչարարության արդյունքն է։ ՊԵԿ-ը ստուգման գործիքներով 104 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է ֆիքսել։ Նաև թվային հետախուզության գործիքների կիրառման շնորհիվ է սա։ Մեզ երբեմն տարբեր դրվագներով մեղադրում են կոշտության մեջ։ Օբյեկտիվ կոշտությունը անխուսափելի է, որի մասին բազմիցս խոսել եմ։ Նշեմ, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 25%-ով նվազել է անցած տարվա 9 ամիսների նկատմամբ։ Արդյունքում ուրեմն հայտնաբերվել է շուրջ 325 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Եթե դա հարկերի վերածենք, թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 միլիարդ դրամ։ Բիզնես ոլորտը վերջին շրջանում բարձրաձայնում է ՊԵԿ-ի կողմից ստուգումների գործիքի չարաշահման վերաբերյալ, որի նպատակը հավելյալ հարկային մուտքերի ապահովումն է։ Իսկ այն, որ process-ը արդար չէ, ֆիքսում են նաև դատարանները, որոնք հիմնականում վճիռներ են կայացնում հոգուտ բիզնեսմենների։ ՊԵԿ-ն այս առնչությամբ իր դիրքորոշումն ունի։ Ի վնաս ՊԵԿ-ի կայացված դատական համակարգում որոշումները էապես նվազում են։ Օրինակ անցած տարի 1549 դատական ակտի դիմաց այս տարի ունենք 1087, եթե իօքուտին նայենք, հակառակն է տեղի ունենում 274 դատական ակտից 533։ Մանրածախ առևտրի ոլորտում անկանխիկ գործարքները Հայաստանում աճել են 55%-ով, այսինքն մարդիկ ավելի քիչ են կիրառում կանխիկը, ինչը բնականաբար բարձրացնում է բիզնեսի թափանցիկությունը։ ՊԵԿ-ի աշխատակիցները նախորդ ամիսներին ստուգումների արդյունքում գրացել են 2000 չգրանցված աշխատող, ինչը 28%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ըստ Էդուարդ Հակոբյանի, կա առաջընթաց նաև Մաքսայինի աշխատանքում։ 92 անգամ բարելավվել է բեռների ինքնաշխատ բաց թողման համակարգը։ ՊԵԿ-ը նաև առաջիկայում փոփոխություններ է կատարելու արտադրության եւ ներկրման ոլորտում, որի խնդիրը ապրանքների ամբողջ շրջանառություն ֆիքսելն է։ Հույս ունեմ, որ դրա շնորհիվ կնվազի ստվերը։ Այս համակարգը ինտեգրել ենք հաշիվ ապրանքագրերի ինվոյսների հետ, ինչը հնարավորություն է տալիս թույլ տալ, թե մի հատիկ տվյալ ապրանքը ոնց է տեղաշարժում տնտեսությունում եւ ում մոտ է վերջում վաճառվում։ Նպատակը ենթակցիզային ապրանքների ստվերի վերացումն է կամ ստվերի մինիմալացումը։ Ինչ վերաբերում է քաղաքացիների եկամուտների հայտարարագրման process-ին, 133,000 քաղաքացի արդեն գրանցվել է այդ համակարգում, որոնցից 51,000-ը ստացել է սոցիալական կրեդիտ։ Հատկանշական է, որ գրանցվողների 64%-ը որևէ նոր ինֆորմացիա չի ներկայացրել ՊԵԿ-ին, այսինքն տրամադրել է նույն տեղեկատվությունը, որը հարկային ի սկզբանե ուներ։ Արմեն Աթալյան, ժամլրատվական։ Սոցիալական հարթակներում տարածվում են Երևանի քաղաքապետարան տրանսպորտ և հասարակական տրանսպորտը Երևանում վերնագրով կեղծ էջեր, որոնցով առաջարկում են մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Քաղաքապետարանից զգուշացնում են, որ սա խարդախություն է ու թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես տերմինալների միջոցով։ Քաղաքապետարանը խնդիրը ներկայացրել է պատասխանատուներին, ինչպես նաև ինտերնետ օպերատորներին։ Իրանք նման հասցեները եւ IP հասցեները փակում են, այսինքն արգելափակում են դրանց կիրառումը, բացումը Հայաստանի տարածքում։ Միակ ձևը այս խնդիրը լուծելու այդ եղանակն է, եւ մենք հենց նման դեպք ենք հայտնաբերում, արագ արձագանքում ենք։ Քաղաքացիներն էլ հորդորում ենք օգտվել միայն պաշտոնական transport.yerevan.am էջից։
100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցները լուսանցքից դուրս են մնում։ Ավելի պարզ կառավարությունը նախատեսում է մինչև հաջորդ տարի միավորել 232 դպրոց։ Ցանկում մեծամասնությունը սահմանամերձ շրջանների դպրոցներն են, որտեղ ոչ միայն աշակերտների, այլև բնակչության քանակն է խիստ նվազում։ Շուտով, օրինակ Վայոց ձորի Կարմրաշենցի երեխան 7 կիլոմետր պետք է անցնի, որ հասնի Հերհերի դպրոց։ Վայոց ձորի Կարմրաշենի 2 աշակերտ ունեցող դպրոցը կառավարությունը կփակի։ Երեխաները կհաճախեն նույն մարզի 7 կիլոմետր հեռու գտնվող Հերհերի միջնակարգ դպրոց։ Ըստ կառավարության հիմնավորման Կարմրաշենի դպրոցին հատկացվել էր 190 տեղ, սակայն այժմ դպրոցում սովորում է 2 աշակերտ, իսկ ահա աշխատակիցների թիվը 18 է։ Ասում են դպրոցում սովորողների թվի նվազման միտումն արձանագրվել է տարիների ընթացքում։ 2017-18 ուսումնական տարում օրինակ դպրոցն ունեցել է 22 աշակերտ, որը տարեցտարի նվազել է։ Ծրագրերը վաղուց ներկայացվել էր 2-3 տարի արդեն որոշումը կար, մենք համաձայն չենք, եթե գյուղից քանդվի, եթե դպրոց չկա, բայց եթե որոշումը կա, մենք անզոր ենք։ Մինչև 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող 230-ից ավելի դպրոցներ կմիավորվեն։ Ըստ կրթական գերատեսչության այս խնդիրը կա նաև գրեթե բոլոր սահմանային գյուղերում, որտեղ այսօր անվտանգային խնդիրներ են առաջացել։ Այդ գյուղերում դպրոցներն ունեն փոքրաթիվ աշակերտներ, ըստ այդմ ենթակա են օպտիմալացման։ Մասնագետների բնորոշմամբ սա հանգեցնելու է աշխատատեղերի զգալի կրճատման։ Կրթության նախարարը միշտ էլ հայտարարում է հետևյալը՝ դպրոցը սոցիալական հարցեր լուծող միջավայր չի։ Աշխատողները մեծամասամբ դուրս են մնում, որսում են իրենց աշխատատեղերը։ Դա արդեն մենք տեսել ենք։ Իսկ նախարարությունը ասում է՝ փակվել է, ձեր աշխատատեղը կորցրել եք, որ դպրոցներում կլինեն թափուր աշխատատեղեր, գնացեք մասնակցեք մրցույթներին, եթե գաղթեք այդ մրցույթները, ընդունեք աշխատանքի։ Աշխատողների աշխատանքը կորցնելը ընդհանրապես չի հետաքրքրում ԿԳՄՍ նախարարությանը։ Տեղացիներն ասում են, Կարմրաշենից Հերհեր տանող 7 կիլոմետրանոց ճանապարհը ձմռանը հաճախ փակվում է ձյան պատճառով։ Երեխաները ստիպված են լինելու այդ ճանապարհը հաղթահարել ամեն օր, հաճախ ոտքով։ Նախարարությունը խնդրի լուծման հետևյալ տարբերակն է առաջարկում՝ նոր հաստիքներ բացել միավորվող դպրոցներում։ Մնում է սպասել ու տեսնել, որոշումը թղթից իրականություն կտեղափոխվի։ Դպրոցներում համապատասխան հաստիքներ կավել ասվել։ Այն դպրոցները, որոնք միավորվում են, կդրամադրի վարորդ, ուղեկցող, որ երեխաների տեղափոխություն իրականացնեն, 7 կիլոմետր կլինի 10 կիլոմետր հեռավորություն։ Ուղեկցողի հիմնական գործառույթը, որ նստի երեխաների հետ ու վարորդի հետ միասին ապահով հասցնի տուն։ Ոլորտի մասնագետները սակայն ընդգծում են կրթության որակի բարելավման անվան տակ հարվածի տակ են առնում սահմանամերձ բնակավայրերի, հատկապես փոքր գյուղական դպրոցներին, որոնք նախ եւ առաջ ազգային անվտանգության կարևորություն ունեն, քանի որ դպրոցը գյուղի կենսական զարկերակն է։ Մինչդեռ այս որոշումը տանում է գյուղերը դատարկելու ճանապարհով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Իսկ որ մանկատանը հայտնված երեխան նաև ծնողական խնամք, հոգատարություն ստանա, պետությունն առաջարկում է կյանքի կոչել խնամատար ծնող մոդելը, որտեղ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաները կլրացնեն ընտանիքները։ Փաստաբանի կարծիքով, սակայն խնդրահարույց են այն պահանջները, որոնք ներկայացնում է ոլորտային նախարարությունը։ Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Ծրագիրը սոցիալնախարարությունն է ներկայացրել, նշելով թե ովքեր կարող են լինել շահառուները։ Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում, չափահաս եք, վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Բայց արդյոք այս չափորոշիչները բավարար են երեխայի շահերը լիարժեք ապահովելու համար։ Խնամքի հաստատություններում լինի մանկատուն թե խնամքի կենտրոն, երեխաների հետ աշխատում են մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մասնագետներ։ Սահմանված չափորոշիչները բավարար չեն ապացուցելու տվյալ խնամատար ընտանիքում կարող են ապահովել երեխայի պատշաճ խնամքը։ Պնդում է փաստաբանը, մտահոգիչ համարելով նաև իրավիճակները, երբ խնամատար ծնողը կարող է չունենալ բավարար հոգեբանական կամ բարոյական պատասխանատվություն։ Կան մարդիկ, օրինակ, որոնց հոգեկան վիճակը այնպիսին չէ, որ հաշվառվեն հոգեբուժարանում, բայց հոգեբուժական առումով խնդիրներ ունեն։ Գուցե օրինակ անձը հաշվառված չի ոստիկանությունում, սակայն տանը օգտագործում է ալկոհոլ, կամ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն կիրառի, կամ օրինակ վերցնի երեխային ձևակերպի խնամատար լինելը, գումար ստանա պետությունից, սակայն այդ ընթացքում Հայաստանից բացակայի, գնա աշխատանքի։ Փաստաբանի կարծիքով նման պարագայում երեխայի շահերից է բխում, որ նա մնա խնամքի հաստատությունում, որտեղ մշտապես
վերահսկողություն է գործում։ Կան նաև հետևյալ խնդիրը, երբ երեխաները մնում են առանց ծնողական խնամքի ու տեղավորվում են որևէ հաստատությունում, ապա երեխան հարմարվում է մտքի հետ, որ երկարատև է լինելու բնակությունը այդ հաստատություններում եւ ինքն իր համար ֆիքսում է, որ դա է իր բնակության վայրը։ Իսկ եթե խնամատար ընտանիքում է եւ հետո այդ ընտանիքը հրաժարվում է երեխայից, դա լուրջ վնաս կարող է պատճառել նրա հոգեբանությանը։ Փաստաբանը նաև մատնանշում է ֆինանսական կողմը։ Խնամատար համակարգը կարող է դիտվել որպես բյուջետային ծախսերի խնայողություն։ Իմ կարծիքով կան հատկանիշներ խնայելու բյուջետային միջոցները, քանի որ առնվազն մանկատանը պետք է ապահովել սնունդով, կոմունալ վճարումներով, բավականին ծախսատար է։ Ըստ այդմ կարծում եմ նաև, որ խնամատար ընտանիքների ֆինանսավորումը ավելի քիչ ծախսեր է պահանջում եւ գուցե պետության քաղաքականության մեջ կա նաև գուցե նաև օբյեկտիվ պատճառներով խնայելու միտում։ Փաստաբանն ասում է, բարեխիղճ կամ անբարեխիղճ խնամատար լինելն ի վերջո կապված չէ խնամատար անձի հետ։ Երեխաների ազգականների մեջ կարող են լինել անբարեխիղճ մարդիկ, բայց ավելի վատ, որ խնամատարը հարազատ է։ Ժամանակին կարող է լուծել երեխայի խնամատարության հարցը եւ ոչ թե գումարի դիմաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Ավտովթար Իջևան-Բերդ ճանապարհին քեռին ու զարմիկն են բախվել, 11 ուղևոր վնասվածք է ստացել։ Հայաստանում կկառուցվի 5 նոր ջրամբար 40 միլիարդ դրամով։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հուսոտուն բարեգործական կենտրոնը սկսել է գթության խոհանոց ծրագրի նոր փուլը, որը իրականացնում են արդեն 32 տարի։ Ծրագրի շրջանակում Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի եւ հարակից վայրերի մոտ 220 տարեց, միայնակ եւ սոցիալապես անապահով Արցախից տեղահանված Սիրիայի ներգաղթյալ եւ Երևան համայնքի հաշմանդամություն ունեցողներ օրական մեկ անգամ տաք բարձր կալորիականությամբ սնունդ են ստանում։ Բացման արարողությանը մասնակցելու նպատակով եւ հուսոտ տան շենքի կառուցման 20-ամյա հոբելյանական միջոցառումներին ընթരാճ Գերմանիայից ժամանել է Շվեբիշ Գմյունդի ազգային բարձրագույն դպրոցի տնօրեն Ինգրիդ Հոֆմանի գլխավորած պատվիրակությունը 23 ներկայացուցիչներով։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական ավանդական երկուպարին։ Ծրագիրը ստեղծվելուց մենք հույս ունենք, որ 1 տարի հետո դրա կարիքը, 2 տարի հետո դրա կարիքը չի լինի։ Բայց ցավոք սրտի սոցիալական կարիքը գնալով շատանում է, բազմատեսակ է դառնում, նոր մարդահրավերներ են առաջանում, ուստի մենք պահանջարկված ենք եւ սա մեր մարդկային համար մեկ պարտականություն է ծառայելու մարդուն, ով կյանքից ստվերում է։ Ընդամենը 1 դրամով հնարավոր է կյանք տալ հազարավոր ծառերի։ Սա նշանակում է, որ անգամ փոքր նախաձեռնությունները կարող են մեծ փոփոխությունների սկիզբ դառնալ։ Այսպես ID բանկի մի դրամի ուժը նախագծով Հայաստանում արդեն 30,000-ից ավելի ծառ են տնկել, եւս 6,000-ը սպասում է իր հերթին Սիմֆոնիկ Անտառ ծրագրի հետ գործակցության արդյունքում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ համերգային երեկոն ազդարարեց Սիմֆոնիկ Անտառ նախագծի պաշտոնական մեկնարկը։ Նվագախմբի գործունեության 20-ամյակին նվիրված այս նախաձեռնությունը ունի խորհրդանշական իմաստ։ Հայաստանում հիմնվելիք նոր անտառը պիտի դառնա կյանքի, հավերժության եւ շարունակականության խորհրդանիշ։ Մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պարզապես կատարելով վճարում Իդրամնդայդի բանկ հավելվածով նպաստում է նրան, որ Սիմֆոնիկ Անտառում ավելի ու ավելի շատ ծառեր տնկվեն։ Սիմֆոնիկ Անտառ նախագծի գլխավոր աջակիցը ID բանկ եւ Իդրամ ընկերությունների համատեղ մի դրամի ուժը նախագիծն է։ Ընկերությունների ջանքերով Սիմֆոնիկ Անտառում կտնկվի առնվազն 6250 ծառ։ Սա առաջին քայլն է այսօրվա համերգը եւ իհարկե ունենալու ենք շարունակություն, որը որ հետագայում կտեղեկացնենք, կան շատ հետաքրքիր մտքեր, որպեսզի մեր անտառը լինի այն չափով եւ ծավալով, որը որ մենք նախատեսել ենք։ Համերգի ընթացքում ներկայացվել էր նաեւ գաղափարը, որ մի դրամի ուժը եւ Սիմֆոնիկ Անտառը մեկտեղվել են նույն սկզբունքի մեջ։ Ապացույցը նրա, որ փոքր, բայց միավորված ջանքերը կարող են դառնալ մեծ փոփոխությունների հիմք։ Եթե մի դրամի ուժը կյանքի է կոչում մեր երկրի համար կարևոր ծրագրեր ընդամենը մեկական դրամների միջոցով, ապա Սիմֆոնիկ Անտառի պարագայում յուրաքանչյուր գնված տոմս է դառնալու ապագա ծառ նորաստեղծ անտառում։ Երաժշտությունը շատ կարևոր է մարդու հոգու համար
եւ նաեւ նույնպես մեր բնությունը շատ կարեւոր է մարդու ապրելու համար։ Նշենք, որ Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության եւ Միդրամի ուժը նախաձեռնության համագործակցությամբ արդեն իսկ տնկվել է 30,000-ից ավելի ծառ։ Երեկոյի ավարտին հանդիսատեսը վայելեց սիմֆոնիկ երաժշտության հզոր հնչյունները, գիտակցելով, որ յուրաքանչյուր ակորդից անդին արմատավորվում էր մի նոր կյանք Հայաստանի բնության սրտում։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Տավուշի մարզի Տավուշ գյուղի տարածքում բախվել են ուղևորատար ավտոբուսն ու մարդատար Մերսեդեսը, ըստ տեղեկությունների ավտոբուսի վարորդը մարդատար մեքենայի վարորդի քեռին է։ Բախման հետևանքով 11 ուղևոր վնասվածք է ստացել, օրվա մյուս լուրերը հաջորդիվ տեսաշարում։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրական ու տեսանելի օգուտներ է տալիս, մինչդեռ եվրոպական հեռանկարները դեռևս շատ մշուշոտ են։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպրիկինը։ Նրա խոսքով Եվրամիության անդամակցությունը երկարատև ու բադ գործընթաց է, որը տևում է տասնամյակներ եւ Հայաստանի համար այս պահին դա ավելի շատ հիփոթետիկ սցենար է։ Հավաքների մասնակիցներին նյութապես շահագրգռելու, գումարով կամ այլ ձևով հավաքներին ներգրավելու համար պատիժ սահմանող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը չի համապատասխանում միջազգային նորմերին, որոշել է Վենետիկի հանձնաժողովը։ Կառույցը տարիներ առաջ դրական եզրակացություն է տվել քրեական այս հոդվածին այն գնահատելով որպես միջազգային չափանիշներին համապատասխանող։ Սակայն ինչպես այսօր բացատրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, հանձնաժողովի եզրակացությունը կարող էր հիմնված լինել թարգմանական սխալի վրա, քանի որ հանձնաժողովին ուղարկված փաստաթղթի անգլերեն տարբերակ հայերեն շահագրգռել բառի փոխարեն օգտագործվել է հարկադրել ձևակերպումը։ Այսինքն խոսքը հավաքների մասնակիցներին խրախուսելու, ոչ թե հարկադրելու մասին էր, բայց թարգմանական տարբերությունը փոխել է հոդվածի իմաստը։ Հետագայում հենց այդ հոդվածով հարուցվել են քրեական գործեր մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ, այսինքն այդ հոդվածը քաղաքական հաշվեհարդարի գործիք է դարձել։ Հայաստանում կկառուցվեն նոր ջրամբարներ, ավելի քան 40 միլիարդ դրամ ներդրումային ծրագրերով։ Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել է 5 ջրամբարաշինական նախագիծ, որոնք ենթադրվում է կարող են փոխել երկրի ջրային համակարգի քարտեզը։ Ըստ այդմ, ջրամբարներ են կառուցվելու Արմավիրի Քասախ, Վայոց ձորի Ելփին, Եղարքունիքի Աստղաձոր եւ Սյունիքի Լիճք համայնքներում, ինչպես նաեւ վերակառուցվել է Արտիքի ջրամբարը։ Նոր ջրամբարներում նախատեսվում է կուտակել շուրջ 18 միլիոն խորանարդ մետր ջուր։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ստուգումների արդյունքում Լոռի մարզի փոքր հիդրոէլեկտրակայաններում ջրային ռեսուրսների գերշահագործում է արձանագրվել։ Լեռ եւ ջուր, Օստ-Էլ եւ Այուդալոս ընկերություններին ներկայացվել են մոտ 29 միլիոն դրամի վնասի փոխհատուցման պահանջներ։ Ընկերությունների տնօրենները նաեւ ստացել են ընդհանուր 1.76 միլիոն դրամի վարչական տուգանքներ։ Այսօր առավոտյան Տավուշի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ գյուղի հատվածում բախվել են Mercedes Magnish-ի ավտոմեքենան եւ Hyundai ավտոբուսը։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել անտառում։ Վթարի պատճառով 11 մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանց առաջին օգնությունը ցուցաբերել են տեղի բնակիչները։ Այնուհետև դեպքի վայր են հասել փրկարար ծառայության Տավուշի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները եւ Տավուշ բժշկական կենտրոնի շտապօգնության խմբերը։ Վիրավորները տեղափոխվել են Տավուշ բժշկական կենտրոն։ Տեղեկություններ կան, որ ավտոբուսի վարորդը Mercedes-ի վարորդի քեռին է։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Եվ ինչ եղանակ սպասել հանգստյան օրերին, Լիլի Հովերը կներկայացնի։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 12-ից 16 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 23, Լոռիում 16-ից 20,
Տավուշում 18-ից 22 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 20-ից 23, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 22-ից 26, Սյունիքի նախալեռներում 17-ից 21 աստիճան, Երևանում շաբաթը կանցնի առանց տեղումների, Կիրակի սպասվում է անձրև, այս գիշեր 9-ից 11, ցերեկը 20-ից 22, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եւ բարի հանգստյան օրեր եմ մաղթում։